ինքնատես։ Այնպես դուքները տեղը պահեք, ասում եմ, ինչը սկիզբ ունի, դա էլ վերջ ունի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեք, պարոն Ծառուկյան, խոսակցություններ են արդեն պտտվում, որ Արարատ ցեմենտի պետականացումը տեղի է ունենում կոնկրետ Ալիևի պահանջով, արդյոք նման շշուկներ ձեզ հասել են եւ ինչպես կմեկնաբանեք։ Ես լսել եմ, որ Ալիևի պատճառով Օլիմպիական կոմիտեի հարցն է, քանի որ մեր հայերը ցանկացած հանդիպման ադրբեջանցիներին, թուրքերին հաղթում են, որը դա հարցներ եւ նրանք էլ հիմնական որ իրավունք էլ չունեն։ Տեղի ասենք թե մեր դատարանները Օլիմպիական կոմիտեի հարցը այդքան էլ չեն ուդրել են անօրինական որոշում են կայացրել, որտեղ օրենք չկա, հիմնական ՄՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեն այդ հարցով զբաղվում, որ էսել հնարավոր է։ Ես ասեմ, որ բայց դրանք հարցի լուծում չեն։ Եթե մարդը 20 տարի առաջ գործանը վերցել է, սկսել դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվան իրար, ցայտնոտի մեջ են։ Ձեր արածների պատասխանը տվեք, որոնց որ ոչ մի լավ բան չեք արել։ Բացի զոհեր տալուց, բացի հեղինակազրկելուց, բացի հողեր տալուց, հիմա էլի 3 շրջան ուզում է տա։ Հիմա էլ պետք է ադրբեջանցիներին 300,000 պետք է բերի բնակիչներ։ Հայաստանում, Երևանում, Վարդենիսում, Արագածոտնում։ Ասում են, այդպես բան չկա։ Ես ասում եմ 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը թող վերցնեն, ասում եմ ժողովրդին բերելու եմ, տանկերով չեմ բերելու, ավտոբուս եմ բերելու, բայց որ հանկարծ նեղացեցիք, այսինքն զորքա բերելու դնի մեր երկրում իր ազգին պաշտպան։ Ինչ է դա նշանակում, ժողովուրդ ջան։ Պետք է իմ ժողովուրդը մի քիչ հասկանա, ես այսօր ոչ վարչապետ եմ ուզում, բայց սիրտս ցավում է, որ մենք վիճակը այսօր սուտ ասելով, խաբելով, սուտ է, ես իա թիմակիցներն եմ ասեք 8 տարվա մեջ, ինչ լավ բան եք արել, մի լավ բան, ժողովրդի համար լավ բան ասեմ արել եք, մի լավ բան, բացի պարտվելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց, ժողովրդին խեղճացնելուց, ու մենակ հարկեր տուրքեր ավելացնել, գույք հարկը 100% ավելացնելով, հա ինչ են ուզում ասել։ Խաղաղություն ենք բերել։ Խաղաղություն եթե բերել են, հիմա խաղաղություն բերել են, բայց ասենք թե ինչի համար մեր գերիներին չեն տալի, ինչի ադրբեջանցիները հետ մեր սահմաններից հետ չեն գնում, ինչի համար հիմա նա ուզում է նորից պահանջ են ներկայացնում, որ 3 շրջան պետք է տան, 3 շրջանից հետո սահմանություն պետք է փոխեն, մասից սարը մեր պասպորտների վրայից հանել են, ցեղասպանության մասին վախում են խոսան, ցեղասպանությունը, որը հմեկը պետական ալիքը 12-ից հետո ցույց չի տվել, ամոթը, այսօր գրքերը փոխելով, մեր պատմությունը փոխելով, մենք ազգ ենք, ժողովուրդը պետք է հասկանա, ուշքի գա ու բացառված է, որ իրեն ձայն տան, ինքը միայն ժողովրդին խաբելով, սուտ ասելով գա, ու այսօր Ծառուկյանին վախացնելով, որ ցեմ զավոդը ես տալիս եմ ժողովրդին, քո ցավն էլ տանեմ, օրենքի առաջ բոլոր հավասար են, կար անօրինական պետք է խլես, դա պատասխանը դու ես տալու, պետությունն է տալու, դա հիմնական մասնավոր սեփականություն է, այնպես որ հասկացեք, որ ինքը արդեն խուճապի մեջ է, արդեն չի տիրապետում իր ներվերին, որ զոհվածի մորնել է քաշում, հայոյում, բժշկուն էլ, մյուսին էլ հանգիստ չի կարող, հիմա էլ կազմակերպել են օրգանով, որ հանկարծ մեկ ուզում է բան ասի, բերանը փակում տա, ամոթա, տենց երկիր պահել չի լինի, տենց ղեկավար չի լինում, ձեր ցավը տանը։ Հանգիստ եղեք։ Թող մնաց իմանալ։ Իհարկե ախպերես։